քննարկում ենք հարց համար 22-ը ընտանիքի անապահովության գնահատման կարգում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան, համեցեք պարոն Թորոսյան։ Շնորհակալություն պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն ենք ներկայացնում ընտանիքի անապահովության համակարգի կարգավորումները երկու կառավարության որոշմամբ փոփոխելու հարցը։ Դուք գիտեք, որ մենք երկար տարիներ ունեցել ենք այսպես կոչված Փարոս համակարգը, պարոն վարչապետ, եւ անցյալ տարվա ապրիլից մեկ նոր համակարգ ենք ներդրել երկու մարզերում, Կոտայքի եւ Սյունիքի, որը փորձնական ենք ներդրել եւ այս որոշումներով այդ փորձնական համակարգի գործարկման ժամանակ ի հայտ եկած հարցերի լուծումներն են ըստ էության տալիս եւ ընդհանուր առմամբ այս նոր համակարգը գործելու է Հայաստանում հուլիսի 1-ից, այսինքն հուլիսի 1-ից սկսած արդեն բոլոր մարզերում եւ Երևան քաղաքում համակարգում ընտանիքների դիմումները ստանալիս մենք գնահատումը իրականացնելու ենք այս նոր մոդելով, որը մինչ այդ գործում էր միայն Կոտայքի եւ Սյունիքի մարզում։ Այդ մեկ տարի եւ մի քանի ամիսների աշխատանքի ընթացքում ի հայտ էին եկել խնդիրներ, որոնք ի սկզբանե կանխատեսված չէին եղել, որոշակի տեխնիկական հարցեր էին ի հայտ եկել եւ մենք դրանք լուծում ենք, բայց ընդհանուր առմամբ ուզում եմ տեղեկացնել, որ այս նոր համակարգը ավելի շատ միտված է մարդկանց ոչ թե համակարգում պահելու, այլ համակարգից դուրս բերելուն աշխատանքի, կրթության եւ այլ գործիքների միջոցով եւ մենք կարծում ենք, որ այն բերելու է մեր բազմաթիվ հազարավոր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման։ Որպեսզի թվերով ներկայացնեմ, թե մենք ինչ տվյալներ ենք ունեցել, պարոն վարչապետ, 2017 թվականի տվյալներով մենք ունեցել ենք մոտ 100,000 ընտանիք այդ Փարոս համակարգում, 100,000 ընտանիք։ Եվ 2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ, այսինքն մոտավորապես հիմա մենք ունենք 46,000 ընտանիք, այսինքն անկումը եւ հին համակարգով եւ այս նոր համակարգով, որը Կոտայք եւ Սյունիքն է, 54.1%-ով պակասել է կամ 2.2 անգամ։ Սա իհարկե նաեւ ցուցիչ է ընդհանուր աղքատության նվազման, որի ցուցանիշները մենք նաեւ տեսնում ենք մեր գործընկերների հրապարակած թվերով ազգային վիճակագրական ծառայության, մենք գիտենք, որ վերջի տարիներին այդ ցուցանիշը իջել է, ինչպես նաև մենք տեսնում ենք հարակից այլ ցուցանիշների միջոցով, օրինակ նույն գործազրկության թվերի անկում, միջին աշխատավարձի բարձրացում, աշխատատեղերի թվի բարձրացում, այսինքն բոլորը խոսում են նույն process-ի մասին։ Մի երկու թիվ էլ ներկայացնեմ հին համակարգի եւ նոր համակարգի վճարվող նպաստների չափի, պարոն վարչապետ, որտեվ թեև մենք ասում էինք, որ շատ քաղաքացիներ ձգտում են մնալ այդ Փարոս համակարգում, բայց այնուամենայնիվ այնտեղ միջին նպաստի չափը ընդամենը 29,000 դրամ էր, այսինքն զուտ ֆինանսական առումով այն որևէ լուրջ աջակցություն չէր տալիս ընտանիքներին, ի հակադրություն նոր համակարգի, որտեղ նաև նպաստի չափն է կարիքի հիման վրա որոշվում, այսինքն ընտանիքի չափից կախված, ընտանիքի անդամների տարբեր կարգավիճակներից, տարիք, հաշմանդամություն, այլ կարգավիճակներ եւ միջինը այս պահի դրությամբ Կոտայքի եւ Սյունիքի մարզերում 86,870 դրամ է, մոտ 87,000 դրամ, որը էականորեն կարող է բարելավել ընտանիքի վիճակը եւ ունենք նաեւ առավելագույն չափ էլի կախված ընտանիքի կառուցվածքից մինչեւ 280,000 դրամ նպաստ ստացող ընտանիքներ ունենք, բայց նորից եմ կրկնում համակարգի ամբողջ իմաստը եւ նպատակը այս մեր քաղաքացիներին այս վիճակից դուրս բերելն է, որպեսզի ինչ որ մի պահի նրանք այլևս կարիք չունենան նպաստ ստանալու եւ իրենց կենսագործունեությունը ապահովեն սեփական աշխատանքով կամ ինքնազբաղվածությամբ, իհարկե կլինեն վստահաբար շատ փոքրաթիվ քաղաքացիներ, որոնց կարիք կլինի ավելի շարունակաբար աջակցել, բայց նպատակը դրանից իհարկե չի փոխվում։ Մենք շատ ինտենսիվ այս ընթացքում իհարկե աշխատել ենք մեր մյուս նաև գործընկերների հետ, այդտեղ թվային տեխնոլոգիաներ են օգտագործում, պարոն վարչապետ, այս համակարգը գործարկելու համար մենք տարբեր բազաներից ինֆորմացիաներ ենք կարդում, ՊԵԿ-ի բազաներից, իհարկե բնակչության պետական ռեգիստրից, այսինքն ինքը նաև թվային փոխակերպման տրամաբանության մեջ է շատ կարևոր, մինիմալի է հասցված թղթային որևէ շարժ, շատ փոքր դեպքեր ունենք, որ կարող է հավելյալ կարիք լինի ինչ որ բան ներկա
ներկայացնել, որը մենք հաշվի կառնենք, ասենք օրինակ տարբեր հանգամանք, որը ոչ մի կերպ էսպային թվայնացված չէ, բայց դրանց թվայնացմանը զուգընթաց դա էլ ամբողջությամբ կվերանա, նույնիսկ դիմումը թվային է, այսինքն ոչ մեկտեղ գալու կարիք չունի։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այդ բարեփոխումը, որի մասին պարոն Թորոսյանը նշեց, այսինքն անապահովության գնահատման նոր համակարգը շրջադարձային նշանակություն ունի եւ ես շատ ուրախ եմ, որ մենք ոչ մի քաղաքական նկատ առումով չենք դանդաղեցրել եւ չենք կանգնեցրել այդ գործընթացը, որովհետեւ այս բարեփոխումը ունի շատ կարեւոր գաղափարախոսական եւ հայեցակարգային նշանակություն, որովհետեւ մենք պետք է ընդհանրապես հստակ կիսենք եւ համաձայնության հասնենք Հայաստանի Հանրապետությունում կյանքի միջին վիճակագրական մոդելի հետ, որն է կյանքի միջին վիճակագրական մոդել։ Կյանքի միջին վիճակագրական մոդելը կրթություն, աշխատանք, բարեկեցություն։ Այսինքն սա է այն առանցքը, որի շուրջ պետք է ցանկացած մարդու կյանքը կառուցվի, որովհետեւ բազմաթիվ հանգամանքների բերումով երբեմն ընկալումները այս առանցքից էականորեն շեղված են։ Եվ մենք պետք է հստակ այս ուղերձը տանք, որ այս կյանքի միջին վիճակագրական մոդելը հենց մարդու անձնական պատասխանատվությունն է դա իրագործելու։ Մարդու անձնական պատասխանատվությունն է, եւ սա մենք պետք է երեխաներին ներշնչենք դպրոցից եւ մանկապարտեզից։ Այս է պատճառը, որ մեր նորակառույց դպրոցներում եւ հիմնանորոգվող բոլոր դպրոցներում մենք անում ենք հետեւյալը, որպես երեխան երբ որ մտնի դպրոց, առաջին բանը որ նա տեսնի այն փիրուզագույն ցուցանակն է, որի վրա գրած է լավ սովորիր, որ լավ ապրես։ Երեխան պետք է հստակ հասկանա իր սովորելու որակի կապը իր ապագա կյանքի որակի հետ։ Եվ այսինքն մարդու առաջին պատասխանատվությունը հանրության եւ պետության առաջ ինքը իր կարիքները հոգալն է։ Այլ բան, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը առանցքում դնում է նաեւ մեկ այլ բանաձև, որ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Մենք համոզված ենք, որ մարդուն ուժեղացնելու այլ ձև քան կրթությունն է գոյություն չունի։ Այսինքն, եթե ուզում ես մարդուն ուժեղացնել, պետք է նրան աջակցես կրթության հարցում։ Ընդ որում ես երեխաների մասին եմ խոսում, բայց այս մոդելը ցանկացած տարիքի մարդուն վերաբերվում է, որովհետև եթե մարդը պետք է հասկանա, եթե ինքը չունի տուն, ինչ պետք է ինքը անի, ինքը պետք է աշխատի եւ վաստակի։ Տուն ունենալու համար անհրաժեշտ եկամուտներ։ Եթե չունի մեքենա, եթե ունի վարկ, ինչ պետք է անի, պետք է աշխատի եւ վաստակի իր վարկային պարտավորությունները մարելու համար անհրաժեշտ եկամուտներ։ Որովհետեւ այս վարկային պատմություններն էլ իրանք սոցիալ-հոգեբանական մակարդակում շատ կարեւոր բան կա։ Այսինքն մարդիկ անդադ ասում են, դե վարկ ունեմ, ինչով կարակ օգնեք։ Այս օգնության հարցին ես կանդրադառնամ։ Բայց ընդհանուր առմամբ երբեմն հասկանում ես, որ մարդը շատ մեծ տարբերություն է դնում ինքը բանկից այդ փողը վերցրել, թե հարևանից։ Որտեղ ոչ մեկ չի գալիս ասի, հարևանից պարտք եմ, չեմ կարող պարտքը տամ, կարող է դուք փակեք այդ պարտքը։ Որտեղ համարում է, որ եթե բանկից է վերցրել, այս պետական փող է, բայց մարդիկ չեն արձանագրում, որ բանկերի տրամադրված վարկերի մի հսկայական մասը իր հարևանի այդ բանկում դրած ավանդն է, որ այդ բանկը մատուցում է որպես ծառայություն, այսինքն փոխանցում է ուրիշներին։ Եվ ելի եմ ասում, մարդու անձնական պարտավորությունը կատարելը մարդու անձնական պարտավորությունն է։ Սա շատ կարևոր բան է։ Չի կարելի այդ բանը այդ թույլ տալ, որ զարգանա այդ հոգեբանությունը, որ դե հա դե պարտք եմ մի քիչ այս մեկը կտա, մի քիչ այն մեկ կտա, մի քիչ այն մեկ կտա, դենց արանքում յոլա կգնա։ Դա շատ վատ միտում է, ընդ որում ուրիշի համար չի վատ, այդ մարդու համար է վատ։
որովհետև ինքը նշանակում է այդ ցիկլից դուրս է գալու։ Ես չեմ ուզում թաքցնեմ, ասենք մարդիկ կան, որ օրինակ ինձ նամակ են գրում, ամեն օր, եղել ամեն օր նամակ են գրել, ասել են այսօր ես ինքնասպանություն եմ գործելու, եթե այսօր իմ վարկը չփակեք։ Եվ կամ մարդիկ, որ արդեն մի տարի այդ նամակը գրում են ամեն օր։ Սա պրոբլեմ է։ Մարդը պետք է հասկանա, որ իր պրոբլեմն է, որ ինքը, երբ որ մեզնից յուրաքանչյուր մի պատասխանատվություն վերցնում է, ինքը չպետք է վերցնեն հույսով, որ այ մի ուրիշը կգտնվի կամ պետությունը, կամ հարևանը, կամ բարեկամը կգա այդ պատասխանատվություն կգրի։ Դա վատ բան է, դա ապա սոցիալական եւ ապա հանրային գործելակերպ է։ Այսինքն առանցքում պետք է լինի կրթությունը, մենք ամեն ինչ պետք է անենք, իմիջայլոց ուզում եմ մեզ հիշեցնել, որ մենք կրթության շեմը պիտի իջեցնենք։ Մսուրային հատվածի զարգացումը մեր առանցքային թեմաներից մեկն է, որ մենք պետք է այլ եմ ասում, մենք պիտի որոշենք, որն է այդ տարիքը, որից մենք արդեն այդ նաև մեր փորձագետները միջազգային ստանդարտը պետք է վերցնենք, եթե 6 ամսականն է, ուրեմն 6, եթե 3-ն է, 3, եթե չգիտեմ, ես փորձագետ չեմ, ոչ եմ մասնագետ եմ, մասնագետները կասեն։ Ընդ որում մենք այստեղ երկու նպատակ պետք է ունենանք, առաջինը, որ մայրիկները հնարավորինս շուտ վերադառնան կարիերայի կրթության աշխատանքի, բայց մենք պետք է վերաբերվենք այդ process-ին որպես կրթական process։ Այդտեղ էլ պետք է մենք չափորոշիչ ունենանք եւ ոչ թե ուղղակի բան այտեն զանգակ բան անելու զնգացնելու տրամաբանություն էլ պետք է իր տրամաբանությունն թե ինչի համար ենք մենք դա անում այսինքն աշխատանք կրթություն աշխատանք բարեկեցություն այս պետք է լինի մեր առանցքային փիլիսոփայությունը եւ գաղափարախոսությունը հիմա բայց սա չի նշանակում որ պետությունը չի աջակցելու այս առանցքով առաջնորդվող մարդու Ընդհակառակը մենք այսօր տեսեք նույն եկամտային հարկի վերադարձի process-ով մենք բան ենք անում, մենք օգնում ենք այն մարդկանց, ովքեր հաջողակ են։ Այսինքն ովքեր կարողացել են այդքանը անել, մենք էլ ասում ենք, որ դուք այդքանը կարողացել եք անել, մենք էլ շարունակությունը կանենք։ Ես ուզում եմ հիշեցնեմ 2019 թվականին համահարթ եկամտային հարկի հետ կապված քննարկումները, երբ որ մեզ մեղադրում էին, ասում էին, որ դուք տեսեք լավ աշխատանք ունեցող եւ աշխատավարձ ունեցողին եք բան անում նույն ձևի եկամտային հարկ դնում վատին էլ եւ ասում ենք այո դա մեզ համար ունի գաղափարախոսական նշանակություն մենք այդ մարդուն ասում ենք շնորհակալություն որ դու քո ժամանակը ոչ թե 1000 ներողություն քուչեքում պոպզած ես անցկացրել այլ գնացել ես քո ժամանակի քո ժամանցի քեֆերի եւ այլնի հաշվին գնացել ես կրթություն ես ստացել եւ կրթության հաշվին ստանում ես այսքան աշխատավարձ դրա համար պետությունը քեզ շնորհակալություն է ասում եւ քո եկամտային հարկը նվազեցնում է եւ այդպես լինելու է միշտ որպեսզի այդ կրթության դա էլ է կրթության խթանում որովհետեւ ում մասին նկատի ունեն որևէ մեկը չկա այդեղ կամ կարող է շատ չնչին% մարդիկ լինեն որ իրանք այդ աշխատավարձերը ստանում են առանց բարձրորակ կրթության Եվ սա կրթությունը խթանելու շատ կարևոր միջոց է եւ ճանապարհ է եւ սա արդեն իսկ փորձով ապացուցված քաղաքականություն է բայց նաեւ մենք պետք է մյուս խմբերին ոչ թե ասենք դե վերջ մենք պետք է աջակցենք եւ անապահովության գնահատման համակարգը առաջին հերթին հենց աջակցությունը անապահովությունը հաղթահարելու Բայց մենք հասկանում ենք նաև, որ կարող է շատ երկար տևի եւ արդյունքում կլինեն մարդիկ ինչ-ինչ պատճառներով չի ստացվի, որ իրանք հաղթահարեն։ Մենք ամենք այդ մարդկանց էլ մենակ չենք թողի։ Ընդհակառակը մենք այս քաղաքականությամբ այդ մարդկանց գոնե կկարողանանք միջին ինչ որ մի արժանապատիվ շեմով աջակցություն ցուցաբերել Էլ չեմ ասում, որ բայց աշխատունակ մարդկանց նկատմամբ մեր ռազմավարությունը պետքա լինի, որ իրանք պետքա գնան աշխատեն, իրանք պետքա կրթություն աշխատանք բարեկեցություն, իրանք պետքա մղենք այդ ճանապարհ։ Իհարկե կան մարդիկ, ովքեր ունեն աշխատունակության սահմանափակումներ։ Այս լրիվ ուրիշ պատմություն է։ Սա լրիվ ուրիշ պատմություն է, որ եւ այստեղ է, որ պետության սոցիալական քաղաքականությունը եւ սոցիալական համերաշխության տրամաբանությունը պետքա լիարժեք արտահայտվի։ Եվ ընդհակառակ այս ճանապարհով երբ որ մենք առավել հասցեական ենք
միջոցներ օգտագործում։ Այն շերտ են խավերը, որոնց մենք պարտավոր ենք ուղակի պարտավոր ենք իրանց կողքին կանգնել, իրենց կողքին կանգնելու մեր որակը էականորեն ավելի բարձր է լինում, չնայած էլի ուզում եմ հիշեցնել, որ այստեղ էլ մենք անելիք ունենք, որովհետև նույն հաշմանդամություն ունեցող անձանց բարագայում մեր քաղաքականություններն է հնարավորինս ապահովել նրանց ներառում այդ թվում աշխատանքի շուկա եւ ընդհանրապես կյանք։ Բայց էլի եմ ասում, կան այսօր ամենավառ օրինակը կան աշխատանք եւ լավ աշխատանք ունեցող մարդիկ, որոնց մենք աջակցում ենք։ Եվ մենք ոչ մեկին աջակցելու չենք հրաժարվում եւ չենք էլ հրաժարվի երբեք։ Պարզապես էլի այդ տրամաբանությունը պետքա գործի, պետությունը ուժեղացնում է մարդուն, մարդը ուժեղացնում է պետությանը եւ մենք բոլոր դեպքերում ունենք մի խնդրանք, պայման, ակնկալիք, որ էլի բերենք պրիմիտիվության մակարդակի, ոչ մի քաղաքացի առանց հսկիչ դրամարկային կտրոնի պետքա որևէ գնումից դուրս չկա։ Իհարկե այսօր տեղեր ունենք, որտեղ հսկիչ դրամարկային կտրոն չկա։ Էս էլ մեր հաջորդ թեման է, որ մենք կամաց նաև պետքա մտնենք այդ տեղերը, որոնք զարգացած երկրներում այդտեղ չկա, որտեղ հսկիչ դրամարկային կտրոն չկա։ Ասենք նույնիսկ շուկայի, գյուղատնտեսական շուկայի բաներում բոլոր տեղերը դրած է, հսկիչ դրամարկային կտրոնը դրած է եւ դա հաշվառվող առևտուր է։ Ու սա իհարկե կապված է նաև հարկային քաղաքականությունների հետ, բայց այսօր այդքան շատ բան չանենք, չծավալվենք եւ այդ ուղղությամբ չգնանք։ Բայց ակնհայտ է, որ աղքատության մակարդակ, ծայրահեղ աղքատությունը ըստ էության վերջին տվյալները գոնե մեզ ասում են, որ ձգտում է 0-ի։ Եվ այս տեմպը միանշանակ մեզ բերելու է զրոյացման, բացի այն դեպքերից, երբ որ ասում են, որ այնուամենայնիվ լինում են դեպքում, ինչ ուզում ես արա, ինչ ուզում ես արա։ Մեկը, երբ որ մենթալիտետային կամ կենցաղավարության մակարդակի խնդիրներ կան եւ չի լինում հաղթահարել այդ խնդիրները, ինչը չի նշանակում չպետք է աշխատենք այս ուղղությամբ։ Այնպես որ մեր սոցիալական քաղաքականությունների իմաստը եւ տրամաբանությունն է նա եւ գուցե թե մենք նոր կառավարությունում գուցե թե մտածենք նաեւ նախարարության անունը փոխելու մասին, որպեսզի այս տրամաբանությունը ավելի տեսանելի արտահայտվի այդ թվում նախարարության անվան մեջ։ Դա դեռ կքննարկենք, դա ընդհանրապես գաղափար է, գուցե այո, գուցե ոչ։ Խնդրեմ։ Կարճ արձագանք եմ, պարոն վարչապետ, ձեր նշած որոշ հարցերի միանշանակ ճիշտ է, որ մենք միայնակ չենք թողնում մեր շատ քաղաքացի, որոնք այս պահին առնվազն աշխատանք չունեն, ու հիմա էլ նույնիսկ պիլոտի շրջանակներում մենք ունենք առաջարկ մեր քաղաքացիներին, օրինակ հանրային աշխատանքներ կատարել եւ դրա դիմաց փոխհատուցում ստանալ։ Մենք հիմա նախագծում ենք եւ շուտով կներկայացնենք նաեւ կառավարությանը մի լայնամասշտաբ ծրագիր, որը մեզ թույլ է տալու մեր մոտ գրանցված գործազուրկներին եւ աշխատանք փնտրողների թվային գրագիտությունը բարձրացնել, այդ ծրագիրը լավ ավարտածների նաեւ տալ սերտիֆիկատ, որով կկարողանան կրթական ծրագրերի մասնակցել ԿԳՄՍ-ում գրանցված այդ ցանկից։ Մենք նաեւ այսօր պարզապես չուզեցա ամբողջը թվարկել, նաեւ կենցաղավարության եւ ծնողավարության պարտադիր պահանջ ենք դնելու այս ծրագրում, որ քաղաքացիները անցնեն եւ հրաժարվելու դեպքում նաեւ ինչ որ առումով ավելի դժվար լինի իրանց համար նպաստան, այսինքն մեր բոլոր տարբեր քաղաքականությունները համախմբվում են այդ ձեր ասած տրամաբանության մեջ կրթություն, աշխատանք, բարեկեցություն, պետության աջակցությամբ կամ ուղղորդմամբ, հա, բոլոր մակարդակներում նույն հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների տրամադրվող աջակցող միջոցների ծավալն ամեն տարի ընդլայնվում, արտապատվիրակված ծառայություններն են շատանում եւ այն ձեր ասած հատվածը, որ ասում եք, որ իհարկե կլինեն քաղաքացիներ, որոնք որ չեն կարողանա ինչ որ պատճառով մեր վճարած իմ ասած թվերով նպաստը իրանց այնուամենայնիվ կհանի ծայրահեղ աղքատությունից, այսինքն ծայրահեղ աղքատության ամբողջական վերացմանը մենք շատ մոտ ենք եւ հույս ունենք, որ այս տարի աշնանը մոտավորապես հրապարակվող թվերը 25 թվականի համար կլինեն ավելի լավը, քան 0.6%-ը, իսկ 26-ն էլ դե պարզա առավել լավ, որտեղ մնացած բոլոր ցուցանիշները, ինչպես նշեցի, խոսում են դրա մասին։ Պարոն Մնացականյանից մենք կարող ենք հույս ունենալ, որ աղքատության հաշվարկման մեթոդաբանությունները գոնե միջնաժամկետում այլևս չեն փոխվի, որովհետև
նախորդող հիմա վերջին ցուցանիշները, որ մենք ունեցանք, մեր հիմնական խնդիրներն էր, որ ինչքան եթե ճիշտ հասկացա, որ մեթոդաբանությունն է փոխվել եւ նախորդ տվյալի հետ համադրելի չեն։ Շնորհակալություն մեծարգո պարոն վարչապետ, ցավոք իմ պատասխանը բացասական է, մեթոդաբանությունները շատ արագ փոխվելու են, ես շատ եմ ցավում, բայց Թոմաս Ջեֆերսոնն ասում էր, կառավարման ողջ արվեստը ազնիվ լինելու արվեստն է։ Տեխնոլոգիաների զարգացումը մեզ ստիպեց դեռ 2015 թվականից, որ մենք ցույց տվեցինք Համաշխարհային բանկի մեր գործընկերներին, որ տեսեք, ֆինանսական հատվածում ինչ արագ թվայնացումը տեղի ունեցավ։ Մարդիկ փողոցում էլ կտեսնեք սմարթֆոններով, բայց այնուամենայնիվ գուցե մենք համադրելիության ինչ-որ բանաձևեր ունենանք, որովհետև այդ դեպքում մեզ համար դժվար է, մենք դինամիկան չենք տեսնում։ Համաձայն եմ, պարոն վարչապետ, համաձայն եմ, բայց եթե թույլ կտաք կարևոր մի քանի թվեր հնչեցնեմ։ Պարոն Թորոսյանը որ հնչեցրեց, որովհետև դա հենց քաղաքականության հետ կապված ցուցանիշներ են։ Վիճակագրությունը հեռու է քաղաքականությունից, բայց ես ուղղակի նշեմ հետևյալը։ 24 թվականի արդյունքներով, երբ որ մենք արդեն նոր մեթոդաբանությամբ եւ աղքատության պարենային գիծ, ստորին գիծ, վերին գիծ եւ միջին գիծ, հիմնական ցուցանիշը միջին գիծն է, աղքատության հրապարակեցին աղքատության ցուցանիշները, ինչ պատկեր ստացվեց, որ 24 թվականին ծայրահեղ աղքատությունը կազմեց 0.6%, բայց աղքատության պարենային գծի, այսինքն ծայրահեղ գիծը կազմել էր փաստացի սպառման մեր մասնավոր տնային տեսունի 29196 դրամ։ Այսինքն ընդամենը մեր բնակչության 0.6%-ն է, որ 29196 դրամից պակաս սպառում է ունեցել։ Հաջորդը աղքատության ստորին գիծը, որը ոչ միայն պարենայինն է, այլ նաև ծառայությունների նվազագույն կազմը։ Այստեղ ամսական սպառումը կազմեց 42680 դրամ, իսկ աղքատությունը ստորին գծի կազմեց 8.3%։ Այսինքն մեր բնակչության ընդամենը 8.3%-ն է, որ աղքատության ստորին գիծը չի կարողանում իր սպառման ապահովել։ Վերին գիծը արդեն թանկ բարձր ծառայություններն են, ինտերնետ, չգիտեմ ինչ եւ այլն, որ դարձավ 64162 դրամ, եւս դրա ստացվեց վերին գիծով աղքատությունը 42%։ Դրամ այլ միջին գիծն է ընդունված 53420 եւ 21.7%։ Տեխնոլոգիաները ստիպում են, որ թանկարժեք ծառայությունները ոչ միայն այդ բնակավարում, նաև առողջապահության բնակավարում արդեն այնպիսի առաջընթաց ունենք, այնպիսի վիրահատություններ են անում, որոնք որ բավականին թանկարժեք են, եւ դա պետք է հաշվի առնել։ Հիմա այսինքն առողջության ապահովագրությունը մասնավորապես մեր աղքատության մակարդակի վրա ազդեցություն կունենա, ես ճիշտ հասկացա ձեր ասածը։ Քաղաքական իմաստով ես իրավունք չունեմ նման հարցի պատասխանել, բայց գիշ չեմ, իհարկե։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, այլ դիտարկումներ կան։ Միջայլոց էտել, որ մենք ընդհանրապես արձանագրեցինք, որ նվազագույն սպառողական զամբյուղի մեջ մենք 6000 դրամի առողջապահական ծախսեր ունեինք եւ երբ որ մենք թոշակները համադրում էինք, այս հենց սկզբից այս հաշվի չառած էինք համադրում։ Այնպես որ, բայց այնուամենայնիվ այս խնդրեմը կա, որ մենք կարողանանք մեթոդաբանությունը էլի փոխվի, բայց մեզ պետք է իմանալ լավ ինչը մեր քաղաքականությունները ոնց են ազդում, այսինքն վիճակագրորեն հասկանալ եւ այդտեղ պետք է ինչ-որ մի հատ լուծում գտնել։ Համեցեք Տիկին։ Շնորհակալ եմ պարոն վարչապետ, սա իրականում կարևոր համակարգային բարեփոխում է ու ես ընդհանրապես երկու փոքր նկատառում հարցի հետ կապված կունենամ։ Մեկը, որ մենք ըստ էության գործընկերային համաձայնություն ենք ձեռք բերել կառավարության գործընկերների հետ, որ համակարգը անընդհատ մշտադիտարկման փուլում է գտնվելու եւ դրա հիման վրա արդյունքների հիման վրա կատարելագործվելու է, քանի որ մենք էլ մի քանի նկատառումներ ենք ներկայացրել հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված մի շարք հարցեր նկատի ունենալու կապակցությամբ, հետեւաբար իրապես
կարևոր կհամարեմ, որպեսզի անընդհատ կապի մեջ գտնվենք եւ ստացված արդյունքների հիման վրա կարողանանք կատարելագործել համակարգը եւ երկրորդ նկատառումն այն է, որ այս հարցի հետ կապված ըստ էության նաեւ տարբեր առաջարկներ են պարբերաբար ներկայացնում քաղաքացիական հասարակության գործընկերներ ու քանի որ նաեւ մեզ են առաջարկներ ներկայացնում, դրանք մենք էլ ենք պարբերաբար փոխանցում գործընկերներին, կարևոր կլինի, որպեսզի հետագա այս բարեփոխումների ընթացքում նաեւ հենց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ ներգրավված լինեն, վստահ եմ ոչ միայն մեր հաստատության, այլ նաեւ հենց կառավարության գործունեության տեսանկյունից իրենց ներուժը օգտագործելը ու ձայնը լսելի դարձնելը, այդ թվում այս ոլորտի հետ կապված առանցքային կլինի։ Շնորհակալ։ Բայց եթե ես չեմ սխալվում, ոչ միայն այս ոլորտի, մենք մասնակցային կառավարման պլատֆորմները զարգացնում ենք եւ ընդհանրապես մեր քաղաքականությունների մշակման ընթացքում մասնակցային կառավարման գործիքակազմը, այսինքն պետք է մշտական մեր ուղեկիցը լինի, այսինքն քաղաքացիական հասարակություն մեր բոլոր ոլորտներում արդեն ստեղծված են, ներառված են անձինք, այսինքն դեռ նոր ներգրավելու անհրաժեշտություն չկա, հիմա քաղաքականությունների մշակման զուգընթաց մեկնարկի կետից քաղաքացիական հասարակությունը մասնակցում է, այս պետք է նաև համոզվել, որ իրանք իրենց զգացողությունն էլ այդպեսին ներառված են, եթե այդպեսին չի, էլի խնդիր չկա, պետք է խոսել տեսնալ ինչն է պատճառը, որ չկա այդ զգացողությունը եւ լուծել, որովհետեւ այդտեղ մենք սահմանափակում չունենք, այսինքն ընդհակառակը այսօր մեր աշխատանքի ծավալները այնքան են մեծացել, որ մեզ ցանկացած կողքից աչք, որը այդ ծավալին հետևում է, մեզ մենակ օգուտ է բերում։ Մենք որևէ գաղտնի օրակարգ չունենք, որ ասենք, վայ, հանկարծ կողքից ոչ մեկ չտեսնի, ընդհակառակ, ինչքան շատ տեսնող լինի, ինչքան շատ աչք նայի եւ ինչքան շատ դիտարկումներ, դիտողություններ լինեն, ինչ չի նշանակում, ես ասել եմ, բաց ազնիվ եւ թափանցիկ, որ չի նշանակում, որ ինչ դիտողություն եղավ, մենք ընդունելու ենք։ Ընդհակառակ, այդ դիտողությունները կքննենք մենք, որոնք կտեսնենք, որ արդարացիա կընդունենք, բայց նրանք, որոնք չեն կընդունի, ընդհակառակը մեզ լրացուցիչ փաստարկ կտան, որ մեր պատկերացումը ավելի ճիշտ է եւ ավելի արդյունավետ է։ Այստեղ ես հույս ունեմ, նախորդող շրջանում էլի մի քանի ցիկլերով մենք անցել ենք, էլի որոշում, հետո չներառվածության զգացում, հետո քննարկում ինչի է, այս թեման պետքա ֆունդամենտալ եւ արմատական փակվի։ Այսինքն այս թեմային էլ վերադարձ պետքա չլինի, այսինքն պետքա ներառվածությունը քաղաքացիական հասարակության լինի այնպեսին, որ ներառվածությունը լինի իրական։ Այդտեղ ես կոնֆերանսի ժամանակ էլ ասացի, որ բանախոսներից մեկը հարգելի ասեց, մեր առաջարկները կառավարությունը բանով է սվիններով ընդունում։ Ես ասացի, բայց ինչի պետք է սվիններով չընդունի, բա եթե կառավարությունը պետքա դիրքորոշումներ ունենա, սկզբունքներ ունենա, եթե ինչ ասցին կառավարությունը պետք ընդունեց, կառավարությունը նշանակում տեսլական չունի, կառավարություն չի, ավելի լավ է զիջի նրան, ովքեր այդ ում ասածը հալած յուղի տեղ ընդունում է, նշանակում ինքը բան չունի, տենց շրջանակ չունի պատկերացման եւ ամորֆ է եւ ինչ լցնում ես լցվում է։ Եվ բայց մյուս կողմից իհարկե դա չի նշանակում, որ պետքա տենց մերժողական լինենք։ Ընդհակառակը հենց բանավեճը է դա, որ մշտական բանավեճի տեղ ոչ թե ամբիոններում էլ իհարկե, բայց հեն բուն բանավեճը տեղ պետքա տեղ ունենա քաղաքականությունների մշակման մեջ եւ ճշմարտությունը այդ բանավեճերի մեջ պետքա ծնվի, այնպես որ այս ֆունդամենտալ լուծում պետք է լինի։ Ես շատ վատ կզգամ, եթե ապագա ինչ-որ մի կետում պարզվի, որ մենք այս թեմայով դեռ քննարկելու բան ունենք եւ կառավարության անդամներին խնդրում եմ այս ուղերձի գիտություն ընդունել։ Համեցեք։ Կարճ արձագանք եմ, պարոն վարչապետ, միանշանակ համաձայն եմ Տիկին Մանասյանի հետ, եւ մենք լավ աշխատում ենք թե մարդու իրավունքների պաշտպանի հետ եւ թե հասարակական մեր կազմակերպությունների, դուք իրավացիորեն նշեցիք, մենք ունենք նաեւ ինստիտուցիոնալ այդ ամենը արդեն հաստատված նախարարներին կից հասարակական խորհուրդ, որ հենց այս փոփոխությունները նաեւ քննարկել են եւ ոչ միայն այդ ֆորմատով եւ ընդհանրապես մեր ոլորտում հասարակական կազմակերպությունների դերը գնալով աճում է, որտեղ նաեւ իրենք մատուցում են ծառայություններ, ինչպես նշեցի, արտապատվիրակված եւ այդ հետադարձ մեխանիզմը հետադարձ լսելու ամենօրյա է նույնիսկ եւ մենք նույնպես խրախուսում ենք, որ մեզ հնարավորինս շատ ասեն, թե ինչ են տեսնում դաշտում եւ մենք այդ ամեն ինչը միանշանակ հաշվի ենք առել եւ առնելու ենք։ Շնորհակալություն։ Կարևոր է նաեւ, որ այդ խորհուրդները իրանք ապրող մարմիններ լինեն, ապրող, այսինքն կենթանի մարմիններ լինեն, որովհետեւ եղել է այլ, այնպես որ նայենք միշտ էլ եղել են խորհուրդները, բայց կարող է տարիներով նիշ չեն արել կամ արել են
Ինչ խնդրեմ համեցեք։ Տերը ուղիղ հեռարձակվում են, պարոն վարչապետ։ Գմեկու մեջ։ Համեցեք։ Պարոն վարչապետ, հենց այդ նպատակով նաև աշխատակազմ վարչություն է ստեղծվել, որը հետևում է այդ աշխատանքներին, համակարգում է, մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում քաղաքասարակության ներկայացուցիչների հետ, որպեսզի նաև այդ խնդիրները հասկանանք, ամբողջությամբ նոր կարգով են ձևավորվել նախարարներին կից հասարակական խորհուրդները, այնտեղ մեխանիզմներ ենք դրել, որից չկարողանան նախարարները խուսափել։ Համեցեք։ Պարոն վարչապետ, ես մի կարճ արձագանք անեմ դե ֆակտո եւ դե յուրե վիճակագրության մասին։ Տեսեք, մի անգամ 2018 թվականի համեմատ, երբ որ բեռնափոխադրումների ծավալներն էինք նայում, եւ դա իրականացնում էին 24 թվականին 23-ի հետ համեմատած, պարզվեց, որ այդ ծավալները ընկել են, բայց տնտեսությունը աճել է, ինչը աբսուրդ էր այդ տեսանկյունից։ Եվ մենք խորացանք այդ թեմայի մեջ, պարզվեց, որ 2018 թվականին հանքարդյունաբերողներից X կազմակերպությունը այդ բեռնափոխադրումները, որը ինքը միջև այդ իր ուժերով է իրականացրել եւ չի հայտարարել որպես բեռնափոխադրում, outsource էր արել եւ այլ կազմակերպության կողմից էր իրականացվում։ Եվ այդ outsource արած կազմակերպությունը որպես բեռնափոխադրում դա վիճակագրական որպես ռեսպոնդենտ վիճակագրական տվյալ էր ներկայացրել։ Եվ ստացվում էր, որ դե ֆակտո այդ փոխադրումը նաև 2017-ին, 18-ին, 10 բոլոր տարիներին եղել է, իրականացվել է հանքարդյունաբերական կազմակերպության կողմից, սակայն կոնկրետ այդ տարի իրականացվել է outsource արված եւ այդ տարվա նկատմամբ, երբ որ դու համեմատական ես անցկացնում բեռնափոխադրումների, ստացվում է, որ ծավալի նվազում կա, դե յուրե այո, վիճակագրությունը ճիշտ է, բայց դե ֆակտո ոչ։ Շնորհակալություն։ Այո, բոլոր տվյալները իհարկե պետք է վերլուծել եւ հասկանալ, որտեղ վիճակագրությունը ինքը ուղղություն է տալիս, մտածելու նյութ է տալիս, այդ տողերի մեջ պետք է դեռ նայել ինչ կա։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։